Ես ուտելու բան չկա։ Էդ ինչ ես մանգալի Գառնիկ։ Էն ինչ ուրիշների մոտ կա, ուտելու բան։ Ես էլ եմ լսել տենց բան ուրիշների տան մասին։ Ասում են, որ ուրիշների տան ամուսինը իր կնոջը փող է տալիս, դրա համար էլ ուրիշների տանը ուտելու բան կա։ Ամեն ասածին մի հավատա։ Սառնարանում ուտելու բան չկա։ Ես հիմա ասեմ ինչ կա, դու ասա որը ուտեմ։ Հիշում ես, որ տեղափոխվեցինք այս տուն, ասեցի մի հատ լիմոնով չայ տուր, կեսը տվեցիր։ Այսի մյուս կեսն է։ Հեն ատեղ ռոկֆոր պանիր կա, էդի կեր։ Ռուզան էսի ռոկֆոր չի, ուղղակի հին բորբոստած լորրիա։ Ռուզան, այս տանը դեղ ավելի շատ կա, քան ուտելիք։ Գառնիկ, դրանք կարևոր դեղեր են։ Դե ուրեմն մի հատ ասկոֆենով ու անալգինով ճաշ պատրաստի։ Այդ անալգինը տուր ինձ, հա, այնքան խոսացիր գլուխս ցաված։ Պապ, մի հատ անգիրս ասեմ ստուգի, էլի։ Տուր։ Մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս այս մայր երկրի մեջ, արևի դեմ մի ճրակ։ Ճիշտ ասեցի։ Չէ, սաղ սխալ էր։ Բայց սաղ ճիշտ ասեցի, ի՞նչն էր սխալ։ Մեր հետ ոչ հասարակ կա, ոչ խեղճ, ոչ է մեր ճրակն է։ Ալո, Բարև Մարի, ասա տզրուկ, հիմա գիտես ես որտեղ եմ։ գրողի ծոցը, Չէ, ձեր դռան դիմաց, էլ չեմ դիմանում։ էլ մի ապուշ խոսա, Պապայի արև ձեր դռան դիմաց կանգնած եմ, կարաս բացես տենաս ինձ։ չեմ հավատում, Հեսա դռան զանգը տամ, որ հավատաս։ Լսեցիր, էդ ես եմ զանգում։ Հեսա այնքան եմ զանգը տալու, մինչև գազ բացես։ լես հիմարին տենում ես, ձեռես առնում վիլեն, բա ասում էիր ստեղ ես, Հա, տեղ էի, ուղղակի ամաչեցի փախա։ ես լրիվ ցնդածա, Ես հիմա քեզ հերվից տենում եմ, դու շատ սիրուն ես։ դու որտեղ ես, Չեմ ասի, բախկվել եմ։ վիլեն հաջող, Մարի, ես քեզ սիրում եմ։ ապուշի մեկը, բռնվար, Ես արդեն տանն եմ։ պապ ջան, պապուլ, պապուսիկ, Չէ մար, ես քեզ կյանքում 40,000 դրամ փող չեմ տա։ էդ ոնց իմացար, որ հենց 40,000 եմ ուզելու, պապ, Շատ հեշտ, պարզ մաթեմատիկա է։ Պապջանը ստանդարտ 10,000 դրամ է։ Իսկ պապուլն ու պապուսիկը 15,000 դրամանոց բառեր են։ Գումարում ես իրար, ստանում ես 40,000 դրամ։ ապրես, դե 40,000 դրամ փող տր, Չէ, ինչի չէ, նենց սիրունոցի կոշից բումաժնիկ եմ տեսել, պապ, եթե բումաժնիկ առնելու փող չունես, ինչ ես առնու բումաժնիկ։ լավ էլի, պապ, Հետո էլ այդ բումաժնիկը այնքան թանկ է, որ մի հատ ուրիշ բումաժնիկ պիտի առնես, որ այս բումաժնիկը դնես այդ բումաժնիկի մեջ։ ես հասկացա, դու ինձ չես սիրում, Հələ դե նայ, որ տուն մտա մոռացա ինչ պիտի ասեի։ Հա։ Ես արդեն տանն եմ։ Կարակ իմ իրավունքները ոտնահարեք։
Ռուզան սոված մեռնում եմ, հաց դիր ուտեմ։ Բան չկա, Ինչի չկա։ որովհետև շորերդ էի լվանում, ես 100 հատ ձեռ չունեմ։ Ռուզան, ես ավելավա կեղտոր շորերով հաց ուտեմ, քան մաքուր շորերով սոված մեռնեմ։ Քեզ հեշտ է ասել, հոգնում եմ, չէ։ Ինչն ես հոգնում։ Լվացքի մեքենան է տեղդ լվում։ Բայց ով է ամեն անգամ կռանում լվացքի մեքենայի մեջ շորերը դնում։ Ռուզան, ես ի՞նչ է սարուշկիս վիճակը։ Լվացել եմ մտել է։ Շլվանեն էլ է մտե։ Հա, Ես հասկացա, Ռուզան, դու ինձ հատուկ սոված ես սպաում, որ ես նի արեմ չորանամ, որ կարանամ այս շոյի մեջ մտնեմ։ Մամ, ես ինչ համով հոտ ա գալի։ չգիտեմ, ես ոչ մի բան չեմ սարքել։ Ուրեմն պապայի վրից ա գալի։ Պապ, ես բորշ ես ցանել վրետ։ Մշակութային դարբնոց Ալեքսանդրապոլ Լենինական Գյումրի Հենց այստեղ պետք է հիմնվել ու դարավոր պատմություն ունենար հայ թատրոնի դերասանական արվեստը 1800 Ձեռդ։ իշխանություն անհավանական էր թվում նույնիսկ թատրոն Ոնց ես իմ թանկարժեք հայր։ Հողա պետք, հա։ Հա, Չէ։ պապ, երբ քեզանից փող եմ ուզում, չես տալիս։ Այդ ավանդույթը։ Իսկ մեր օջախում ավանդույթները չեն խախտում։ Լավ ավելի ձազիկո։ Հողա պետք գնա աշխատի։ Աշխատանք գտել եմ, ուղղակի սկզբնական փող ա պետք։ Այդ ինչ ես գտել։ Ուզում եմ արենդայով ավտո վերցնեմ, 10 օր տաքսուտա քշեմ։ Ասում են բեշնի փող ա գալիս։ Ազատ, դու ոնց կարաս տաքսիստ աշխատես, եթե քաղաքը չգիտես։ թատրոնի հենց այս շենքում առաջին անգամ բեմադրվեց Ոնց չգիտեմ։ Հելա մասիվից Շենգավի 10-ը ոնց են գնում, ասեն։ տվեց թատրոնի ստեղծագործական կյանքի Ազատ յանտուր։ Ասա։ 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 Ոնց գնաս մասիվից Շենգավիթ։ Մասիվից Շենգավիթ։ Դա ի՞նչ բարդ հարց տվիր։ Մասիվից ավտոյով քիչացնեմ շրջանային, ընդեղից էլ մետրոյով կգնա Շենգավիթ։ Նենց որ լուբոյ տեղ կարամ քշեմ։ Դե քշիշ դուս գրողի ծոցը։ Ագրեսիվ ես ծերուկ։ Իզուր ես իմ հետ տենց կոպիտ խոսում։ Նեջ որ սաղ կյանքս տաքսիստ եմ աշխատել։ Դու գիտես ինչ գործեր եմ ունեցել։ Յանտուր Ազատ։ Մայ մա փող որտուց ճարեմ։ Որտեղից ուզում ես, ոնց ուզում ես ճարի։ Լավ, ոնց ասես ձազիկո։ Գառնիկ, 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 քո հետ եմ։ Ասա Ռուզան։ Գառնիկ, մի բաժակ ջուր կբերես խմեմ։ Գժվել ես քնած էի։ Ոյ, քնած էիր, չնկատեցի։ Լավ, դե քանի արթուն ես, գնա մի բաժակ ջուր բեր խմեմ։ Ռուզան, բա դու ինչ չես գնում։ Չգիտեմ, մի տեսակ լավ չեմ զգում։ Ինչ ա եղել։ Դե ես իմ ծարավ եմ։ Գառնուկս, իջի ներքևից բերելի, ըտեղի ջրից համ եմ առնում։ Լավ կբերեմ, թե չի արդեն արնուս ես խմում։
Ես ուտելու բան չկա։ Մերսի գառնուկս։ Արենով էր մեր կուխնյայում։ Ազատ! Դե որ դու ասեցիր ոնց ուզում ես փող ճարի, ես էլ սենյակս վարձով տվեցի։ Ազատ, ով է այդ մարդը։ Նորմալ մարդ է, մի անհանգստացեք։ Ուղղակի նորա բանտից դուրս եկել, մնալու տեղ չունի։ Սենյակս վարձով 2 օրով տվեցի։ Բանդից։ Ոնց հիմա ինքը Լևոնի հետ նույն սենյակում քնած, ա։ Հա, բայց մի անհանգստացեք, Լևոնին ասել եմ, որ չնեղացնի։ Զուքարանն ուրա։ Այնտեղ։ Այդ 2 օրվա համար ինչքան փող ես վերցրել։ 20,000 դրամ։ Դե գնա հետ ուր այդ փողը, ու ասա որ գնա մեր տնից։ Էլ չեմ կարա, այդ փողով արդեն արենդով տաքսի եմ վերցրել։ Գառնիկ դու տուր։ Ունեմ, չունեմ 20,000 դրամ ունեմ։ Մի շաբաթ դրանով պետք է յոլա գնանք։ Ավելի լավ է մի շաբաթ սոված մնանք, քան 2 օր այդ հանցագործի հետ ապրենք։ Բապ։ Մի հատ էլ հարց տամ էլ եւ Ղազար ջաջա։ Վատ ես հոպար, ես կումար ինչ Ղազար ջաջա։ Բա ոնց դիմեմ։ Ացականս տապորա։ Տապոր ջաջա, դու ինչի համար ես նստել։ Մեկի տունը մի քանի օքով գիշերով մաքրում էինք, մելիցեք եկան բռնին։ Դրանք հաստատ մեկի նավոտկով են եկել։ Դու լավ էլ բիթի ես։ Ինձ թվում է մեջներդ կռիս է եղել։ 100%։ Բարև ձեզ։ Գառնիկ։ Բարև ապե։ Տապոր։ Լևոն դուրս արի սենյակից։ Հոպարը մեզ չի խանգարում ոնց որ։ Ինձ Ազատը ասեց, որ իր սենյակը ձեզ վարձով է տվել։ Եկեք ես ձեր փողը հետ տամ, դուք գնացեք։ Չէ լավ ապե։ Պայմանավորված է։ Տեղու բերնից հլացը հլացը։ Ճոպր։ 100%։ Բայց ախր Ախր, մախր, զախր, պախր, չախր չկա։ լավ։ Ես տեղ կքնեմ։ Դու գնա մեր սենյակ։ Ինչ մոմենտ ա որ։ Հենց հիմա գնա արա։ Շփվում էինք էլի։ Կողքի կամերում եմ տապոր ջան։ Պապ, Չէ։ պապ, Չէ։ վայ ինչը չէ, միջև վերջ լսի։ Ասա։ Մի հատ աղ կտոս։ Մերսի։ Հա, մեկ էլ 10,000 դրամ փող կտաս, պապ։ Չէ։
Ես որ հարստանամ, քեզ կյանքում փող չեմ տա։ Վարյոր քուրիկ ջան, տաքսի պետք է։ Հա խարազած։ Հեն ձեզ, տաքսի պետք է։ Չէ, Ազատ ջան, որ պետք լինի ինձ խանութ կտանես, չէ։ Իհարկե մամ ջան, քո համար զեղչել է գործում, հատուկ տարիքով կանանց համար։ Տարիքով կինը հերը տա։ Տաքսի սերվիս գրդոն։ Ահա։ Ահա։ Այսը մի 5 րոպեից է տեղ եմ լինելու։ Ես գնաց։ Փառք Աստծո։ Նենց անհանգիստ եմ քնել ես գիշեր։ Ես եմ, որ հիշում եմ ես գիշեր դրա հետ, պետք է քնեմ ներվայնանում եմ։ Ոնց կարելի է դրան տուն բերել։ Ազատը ինչքան զզվելի դեմ կա, բռնում բերում է տուն։ Բադու լսեիր ոնց էր խրստում։ Հետո այդ խոզը։ Մի մոմենտ ասեցի աթոռը վեկարեմ տամ գլխին։ Գարնիկ։ Այդտում գլխին էիր ուզում աթոռով տայր։ Ռուզանի։ Սա գիշեր նենց էր խոզի պես խրստում ձեն ընկել էր տնով մեկ։ Ասի աթոռով տամ գլխին հանգիստ քնեիր, տապոր ջան։ Բայց ես ձեն չեմ լսել։ Մի բան չուտեինք մոքիր չան։ Ես ինչ էր ես ուտելու բան, հա? Վերթի ճաշարանում սկսես բան չեն տալի։ Ռուզան, ես նոր սերիալ է։ Հա, Ինչի մասն է։ այս աղջիկը մանկատանն է մեծացել։ Հիմա էլ եկել է հավաքարար աշխատում այս հարուստի տանը ու սիրահարվում է այդ հարուստ տղուն։ Այդ հարուստ տղն էլ մի հատ շուն է պահում։ Այդ աղջիկը այդ շանը խնամում է։ Հետո պարզվում է, որ այդ շունը այդ աղջիկա հերն է։ Լրիվ եք գեժվե։ Ես արդեն իմ խալատն է հագնում։ Հաջո, մարալս։ Հակա կյանքը։ Պակա։ Ես խալատս ես հագել։ Հա, ինչ կա որ։ Ալո։ Լուրջ ես ասում։ Դե իմ կողմից փոխանցի, որ եկել եմ հասել եմ ատե, գլուխները մեկ-մեկ ջարդելու եմ, տեղը չեմ բերում արա, դե ասա որ տապորը եկել է հասել ատե, սաղի շուրնը տալու, նագազատը անելու, երցեք։ Ինչ էիր ասում խալաթի հաշվով։ Բարով մաշես։ Դանակահարություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Սերիալ եմ նայում։ Կարող է ես է 02 եմ ուզում նայեմ։ Որտե դուրս է։ Ինչի։ Ես իմ տանը չեմ կարա տելևիզոր նայել։ Հետ դու պուլտը։ Չեմ տալու։ Հետ դու պուլտը։ Ռուզան պուլտը տուր։ Չեմ տալու գարնիկ։ Ռուզան տուր պուլտը, ընկել ես հետևների չես։ Ագրատ Արաքելյանի եւ Բուժովի միջով եղել է գումարային հարցի շուրջ միջաբանություն, որի ընթացքում Ռուզան մեծ հանգստացի հավաքի քեզ։ Նայ աչքերից մեջ։ Մի քանի ժամ է մնացել։ Դիմացի։ Խոսք եմ քեզ տալիս, սաղ կյանքը սերիալ կնայես։ Եղավ Ռուզան։ Դրանքի առաջադրվել։ Նա Հա գարնուկս։ հանցագործության գործիք դանակն ուղարկվել։ Որտե դուրս
Ոչ չթողեցիր ես երեք սերիալ նայեմ։ Մեր կյանքի հաշվին ուզում էիր սերիալ նայեիր։ Չի գնաց է էտի հլը։ Հեսա կգնա։ Ապա հետդ խոսալու բան կա։ Ասա տապոր ջան։ Մի երկու օրից մի քանի րոպե դիգնամ Ռաստով տղեկին տենամ գործ ունեմ։ Կարանք կազմակերպենք մի շաբաթ էլ մնանք ստե։ Դե չէ։ Փողի մասին մի մտած ինչքան պետք է կտենք։ Չէ չի լինի։ Այսօրի մաման գալու է մեր տուն ու մի ամիս մնալու է ստեղ։ Ոնց, մերդ գալիս է մի ամիս մնա։ Հա գառնիկ։ Չէ։ Ինչ ասեմ, գնամ վեշերս հավքեմ էթա։ Ռուզան մերը տա գալիս։ Չէ, խափեցի, որ չմնա։ Քեզ բաներս գուշացրա, սիրտս կանգնեց։ Ավելի վատ 10 տապոր մնա, քան մերդ։ Բամ, Ազատ ջան, ինչ է եղել։ այսօր առավոտ զարթնեցի, մտա բաղնիկ, ատամներս լվացվեցի, շորես հակա, Իսկ եթե ավելի կարճ։ ավտոն խփել է։ Հա քեզ բան չի եղել։ Ինչ իրան նորա բան եղել։ Ու հիմա այդ մեքենայի տերը մի հատ մարդ է, ասես բոյով, սևակնոցներով, Ալնա աղասա, մոխրագույն կոստյումով։ Իսկ եթե ավելի կարճ։ 100,000 դրամ փող է պետք։ Գնա ասա մենք այդքան փող չունենք։ Լավ պապ ջան, հենց տենց էլ կասեմ, բայց ոչինչ չէ, որ պասպորտը իրա մոտ մնա։ Իմ պասպորտը ինչ գործ ունի իրա մոտ։ Դե պասպորտ էր ուզում, իմը չգտա քոնը տվեցի։ Հիմա այս որտեղից 100,000 դրամ ճարեմ, արա։ Այ գառնիկ, ինչ ես անում, խեղդեցի երեխուն, յա։ Ագրեսիվ ես, ձյաց։ Գնա տապորին ասա թող մի շաբաթ էստե մնա։ Գառնիկ, գիշերվա ժամը 3-ն անգերներին հավաքել քեֆ անում։ Գնա թող մագը անջատի։ Դու գնա։ Գրնոջան, ասում եմ ժամը ուշ է, առավոտ շուտ է ստե մարդնորդ պտի տենանք։ Կլներ տեղեք ես կշերվակեսին տուն չգնեն, մնստե քնեն, գրնոջան։ Շատ շնորհակալ եմ, տեղեք, եկեք։ Պարկեք, շուտ արեք։